Էկրանին երկու լուսանկար է։ Մեկը ՔՊ-ի հանրահավաքն է Վաղարշապատի կենտրոնում ուրբաթ օրը, որտեղ վարչական ռեսուրսով հավաքել էին 1200 մարդ, այն էլ մարզպետներով, քաղաքապետերով, ամեն մեկը մի ավտոբուս ժողովրդով։ Մյուս լուսանկարը արվել է Կիրակի օրը, երբ Փաշինյանը Վայոց ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր պատարագի։ Այդտեղ էր հավաքվել մոտ 5-600 հազիվ մարդ։ Էս է սրա ռեսուրսը։ Այո, դեռևս կարողանում է հավաքել ձայներ, բայց արդեն նշեցինք, թե մինչև երբ կարող է հավաքել։ Ընդդիմության ձայների մասին։ Մասնակցում էր այս ընտրություններին 8 ուժ, որոնցից 2-ը իշխանական էին, 1-ը իշխանության աջակից, 1-ը անիմաստ մի բան, իսկ 4-ը ընդդիմադիր էին։ Ամենաշատ ձայն հավաքել է ընդդիմությունից Սևակ Խաչատրյանը, հաղթանակ դաշինքով, տանելով շուրջ 32% կամ 10,000 ձայն։ Սևակ Խաչատրյանի ձայները ՔՊ-ի ձայներին զիջում են ընդամենը 5000-ով։ Ես նկատել եմ գրագետ քարոզարշավ նրա կողմից, շատ ջերմ հանդիպումներ, եւ կարող եմ ասել, որ Սևակ Խաչատրյանը ձայն չի կորցրել։ Նա պայքարել է նախարարների դեմ, մարզպետների դեմ, իշխանական ողջ ապարատի դեմ ու տարել է ընդամենը 5000 ձայնով պակաս իշխանությունից։ Հաղթանակ դաշինքի եւ մյուս ընդդիմադիրների ձայները միասին հասնում են ՔՊ-ի ձայներին։ Հետևություններ։ Ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ։ Նկատել եմ պեսիմիստական գրառումներ, ընտրություններով բան չի փոխվի, պետք է ընդդիմությունը միավորվի, այլապես ձախողելու է։ Ժողովուրդ ջան, արդեն ակնհայտ է, որ այս ընտրություններում պատկերը այլ կլիներ, եթե մասնակցեր եւս մեկ խոշոր ընդդիմադիր ուժ։ Ուժ, որը կլինի այնքան վստահություն վայելող, ինչպես հաղթանակ դաշինքներ, եւ նա էլ կկարողանար դուրս անել այն մարդկանց, որոնք ալարեցին, չուզեցան մասնակցել ընտրությունների, հարմար թեկնածու չգտան, կամ էլ ապագայի նկատմամբ չունեն վստահություն, կամ ունեն պատճառներ։ Սա ամենակարևոր հետևություններից մեկն է, կարծում եմ։